Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի ծայր հարավում, նրա մարտկենտրոնը Կապան քաղաքն է։ Սյունիքն ունի հազարամյակների պատմություն։ Սյունիք կամ սեփական անվանումով հայտնի այս երկրամասը աննաշիրակացու աշխատության համաձայն մեծ հայքի 9-րդ նահանգն է։ Սյունիքը լեռների գրկում թաքնված մի աշխարհ է, որտեղ հողը խոսում է ուժի, քարը հավերժության, իսկ քամին ազատության մասին։ Այստեղ երկինքն այնքան բարձր է, որ թվում է աստղերը մի փոքր ավելի մոտ են, իսկ լեռները կանգնած են հպարտ ու անսասան, ասես հսկում են երկրի պատմությունը։ Ամեն արհետ տանում է դեպի լեգենդներ, դեպի Տաթևի վանք, որտեղ քարերը լսել են չքտավորնի աղոթքները, դեպի Խնձորեսկ, որտեղ ժայռերն անգամ տուն են դարձել մարդկանց համար։ Սյունիքի ճանապարհները բոլորը պտույտ են, բայց նրանց վերջում միշտ մի հեքիաթ կա։ Արշակը խուստի վերաշուկա գաղտնն է, որ թաքնվել է ամպերի հետևում, թե Լորտան ձորի սարսափելի խորքը, որտեղ գետը հազարամյակներ շարունակ ծածկում է ժայռերը, երբ գիշերը իջնում է Սյունիքի վրա եւ ամեն ինչ մթնում է, երկնքում բոցավառվում են աստղերը, այդ պահին հասկանում ես, որ այս վարը միայն քար ու հող չէ, Սյունիքը մի ամբողջ եզերք է, որտեղ լեռները հին սեփերի պես կանգնած են լուսության մեջ, պատմելու բարությունները միայն նրանց, ովքեր պատրաստ են լսել։ Տաթևի վանքը Սյունիքի հոգևոր կենտրոնն է եւ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, կառուցվել է 9-րդ դարում եւ դարձել Չինաստանի կրոնական եւ գիտական կենտրոնը։ Տաթևը հայտնի է իր կապազան կոչվող ճոճող սյունով, որը միջնադարում օգտագործել է որպես երկրաշարժի ցուցիչ։ Վաղն ունի 3 հիմնական եկեղեցի՝ Պողոս Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ եւ Աստվածածին։ Խնձորեսկի քարաձանվային քաղաք։ Խնձորեսկը յուրահատուկ ժայռափոր բնակավայր է, որտեղ մարդիկ ապրել են մինչև 20-րդ դարի կեսերը։ Քարանձավները ծառել են որպես տներ, եկեղեցիներ, պահեստներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում, եւ Խնձորեսկի հայտնի ճոճող կամուրջը, որը կախված է 63 մետր բարության վրա։ Զորաստ քարեր, քարահունջ, սա Սյունիքի ամենառազմատենչ եւ խորհրդավոր կոթողներից է։ Հաճախ անվանում են հայկական Սթոունհենջ, քանի որ այստեղ կանգուն է շուրջ 200 քար, որոնցից շատերը ծակոտկեն են։ Գիտնականների կարծիքով քարահունջը ծառայել է որպես աստղադիր տղան ավելի քան 7500 տարի առաջ։ Որոտավանքն իր տեղը զբաղեցնում է Որոտակիրճի եզին։ Այն հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում, իսկ ներկայիս եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Շաքիի ջրվեժ բնության կոթող է, բայց իր գեղեցկությամբ հրապուրվում է բոլոր զբոսաշրջիկներին։